Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ մեր նախաբանը նույնն է, նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ, որ դուք նույնպես լավ եք և շարունակեմ իմ հերթական կիրակնօրյա գեղեցիկ վլոգս, այսօր ինչպես գիտեք կիրակի է օրը և Հայաստանում և այստեղ տոնական եկեղեցական տոն է, Հայաստանում ծաղկազարդ է կոչվում, իսկ այստեղ կոչվում է Վերբնաև Վոսկրեսենիե, իմաստը բոլորին հայտնի է և շնորհավորում եմ բոլորիդ այդ տոնը, այսպիսով ցանկանում եմ բոլորիդ հաջողություններ, ուրախություններ, երջանկություններ, ինձ էլ բոլորի հետ միասին, ամենայն բարիք, ինչու եմ ուզում այսօր այս վլոգը տեղադրեմ, մի քիչ այսպես էմոցիոնալ, հետաքրքիր զրույց ունենանք, ուրեմն կյանքում թանկ բաներ, թանկ արժեքներ շատ կան, քանի որ այսօր այսպես սուրբ օր է և իմ փիսիկին շատ եմ սիրում, ամենօրյա մեր առավոտյան, ինչպես ասում են, նախաբանն է, թե խոսքով, թե նկարահանումներով, ես Փիսոյիս հետ ամենահավատարիմ ընկերն է իմ, միշտ զրուցում եմ, կիսվում եմ, պատկերացրեք որ և դա ինձ բավականին շատ է օգնում, շատերն են հարցնում ինչու այդ փիսիկին ուրիշի չես տալիս կամ չես տանում տնից, ժողովուրդ ջան, փիսիկին մենք բերել ենք, մենք իրեն սարքել ենք տնային կենդանի, մենք իրեն վիրահատել ենք, որ չբազմանա և այդ իսկ պատճառով մենք մեղավոր ենք իր պրիրոդայի առաջ, այսպես կոչված, և մենք պարտավոր ենք հոգ տանել այդ փիսիկի առողջության ու կյանքի մասին, այս փիսիկին եթե ես մի անգամ փողոց գցեցի, ինքը էնտեղ կսատկի, նախ դա խղճի հարց է, երկրորդ ես իմ փիսիկին շատ եմ սիրում, իմ համար ինքը շատ լավ ընկեր է, ուղղակի պետք է հասկանալ ինչ է նշանակում, երբ կենդանու մասին ասում ենք լավ ընկեր, իրոք լավ ընկեր է, լսում է, չի մեղադրում, չի դավաճանում, շատ է մեզ սիրում, նվիրված է, կարոտում է հարազատի պես և իհարկե որ միշտ ուրախացնում է ինձ և ձեզ, այսօր այսպիսի օր եմ սկսում, քանի որ եկեղեցու գնալու ժամանակ չունեմ, այսօր իմ համար աշխատանքային օր է, այսպես եկեղեցուց, հայկական եկեղեցուց բերված օրհնված մոմեր ունեմ, տանը մոմ վառեցի, աղոթք սարեցի, իհարկե որ Աստված մեր սրտերում է, մեր աղոթքներում է, ոչ մոմի մեջ է, ոչ ուրիշ տեղ է, ոչ էլ եկեղեցում է նույնիսկ, հավաքվել եմ, գնում եմ աշխատանքի, բայց զրույց դեռ շատ ու շատ կունենանք ու երկար կունենանք, եղանակները ինչպես տեսնում եք իդեալական են, ընտիր, արտակարգ խոսքեր չկան, այստեղ էլ այսպես աշխատանքային օրս սկսվում է և ավարտվում է, կիսվեմ աշխատանքիս արդյունքով և շարունակեմ վլոգս, և իհարկե ես արդեն տունն եմ, այսօր բավականին կարելի ասել երջանիկ եմ ինձ զգում, ինչու խոսեցի շատ կարևոր արժեքներից սկզբում, թեմաս երևի թե այդ արժեքների մասին էլ լինելու է և իհարկե այդ արժեքների հիմքում նստած է առաջին հերթին ընտանիքը, առաջին հերթին երեխաները, երեխա-մայր հարաբերությունները այնքան նուրբ հարաբերություններ են, որ անընդհատ ուզում ես, որ այդ հարաբերությունները չընդհատվեն և իհարկե ես այնքանով եմ երջանիկ ինձ զգում, որ այսօր գնում եմ աղջկաս հետ օր անցկացնելու, քանի որ աղջիկս աշխատում է, վերջերս էլ մի քիչ առողջական խնդիրներ ուներ, բուժման պատճառով երկար ժամանակ էր չէինք հանդիպել նույնիսկ, որից հետո ունեցել էր գործուղումից հետո նորից չէինք հանդիպել, բուժումները ավարտել է արդեն և իհարկե շուտով տուն կվերադառնա, երեկ երեկոյան գնացինք տեսության, հետո ժամանակ անցկացրեցինք բավականին ու այստեղ արդեն հագնվում եմ, պատրաստվում եմ, էլ իմ բնական ձայնը չեմ թողնում, որովհետև տանը հեռուստացույց միացրած մոռացել էի անջատել, երաժշտություն կա մեջը, այսպես հագնվել եմ, բավականին շոկ է, Ալիսային եղանակը հարցրեցի, ասեց +17 է, թեթև հագնվեցի, ժիլետ եմ հագել, որովհետև իրոք արդեն շատ շոկ է, կուրտկայով շատ կշոկեի ու ճանապարհվում եմ,
գնամ աղջկաս հանդիպեմ։ Կյանքիս ամենաերջանիկ պահերն են, երբ ես իմ երեխաների հետ եմ, երբ նրանք իմ կողքին են, նույնիսկ այն պահը, որ գիտեմ, որ հեսա մի 5 րոպեից դուրս են գալու, արդեն եմ սկսում կարոտել, չեմ հասցնում վայելեմ իրենց ներկայությունը եւ կարոտում եմ արդեն իրենց մտածելով, որ շուտով բացակայելու են թեկուզ 5 րոպեով։ Ինչ եմ ուզում ասել, որ կյանքում այնքան թանկ ու լավ արժեքներ կան, որ կողմնակի թերի, անթերի բոլոր երևույթները, բոլոր շփումները, բոլոր անհասկանալի վերաբերմունքը մարդկանց քո հանդեպ, բոլոր տարօրինակ, ինչպես ասում են, բնութագրումները քո մասին, ուրիշների կարծիքները բացարձակապես երկրորդական բաներ են դառնում եւ իհարկե կյանքը նրանով է կյանք, եթե դու ունես ընտանիք ու ունես լավ ջերմ հարաբերություններ քո ընտանիքում։ Այսպիսով վերադառնանք այսօրվա օրը։ Ուրեմն ինչ եմ հագել, հիշում եք այս ֆուտբոլկա, բլուզկա, կոֆտочка, ինչ ուզում եք անվանեք, այս վերխի շորը, վերևի շորը, որ անցած վլոգում ցույց տվեցի, որ ոնց եմ ձևափոխել, այսպես լուք եմ հավաքել եւ իհարկե ձեզ եմ ներկայացնում։ Հիմա պայուսակս չգիտեմ որ թվից էր, որտեղից գտա սև ու կարմիր եւ շատ համապատասխանեց իմ այսօրվա հագածին։ Կլասիկ հագուստ, կլասիկի եւ կիսասպորտային։ Գնացինք, ուխ, նայեք ինչ լավ ընտիր եղանակ է, ինչպիսի արև, ինչպիսի գեղեցկություն, գնացինք։ Ծիտիկների, բույնիկները, տեսնենք ինչքան առաջընթաց կա մեր հայացում, գարնանային, երևի թե ոչ մի բան էլ չկա առայժմ, թե սրանք ես ինչ են, չգիտեմ, բողբոջակալել են արդեն, ամեն տարի սրանք մշտական ծաղիկներ են, բույսեր են, չգիտեմ, դեկորատիվ էսպես կան ամեն տարի մեր հայատում, ու էսպես կանաչել են արդեն, քիչ թե շատ գարնան շունչ կա, գնանք շարունակենք, տեսնենք, այստեղ ինչպես տեսնում եք արդեն ձյունը հալվել ամբողջությամբ, վերջին անգամ ձյուն կար նկար անել էի, տյուլպանները կանաչել են, այն անգամ դեղնոտ էին, գնանք հետաքրքիր չէ, այստեղ գնանք տեսնենք ուրիշ ինչ կա։ Առաջին անգամ պոեզից չեմ ուշանում, հասնակ։ Ինչու եմ ասում պոեզից չեմ ուշանում, որովհետև ամեն անգամ դեռ աստիճաններով, որ պետքա իջնեմ պոեզը նստեմ, հենց թարս այդ պահին կտենաս պոեզը եկավ, կանգնեց պասաժիրներին հավաքեց, անցավ, ես մնացի իշյոմ եկել եմ, որ ասում 20 րոպե պետքա սպասեմ, որ այդ պոեզը նորից թազա գա։ Այս կես անգամ, առաջին անգամ, որ չուշացա եւ իհարկե ժամանակին նստեցի։ Այսպես սիրելիներս, գիտեք, որ սիրում եմ երթևեկել պոեզով, նայեք ինչ սիրուն է, ինչ հետաքրքիր եղանակը իդեալական է։ Այս կադրերը շատ եմ սիրում, հավանում եմ, չգիտեմ ինչու միշտ սիրել եմ երթևեկել հենց պոեզներով, գնում եմ դեպի Մոսկվա իհարկե եւ կկիսվեմ օրով։ Հիմա կիսվում եմ եղանակով, հաճելի տրամադրությամբ, ուզում եմ իմ լավ էներգիան ձեզ փոխանցել, այս պահին էլ հեռախոսս պոկում է, իմ սիրելի Քրիստինեն զանգեց, գրեց, ինտերնետը դրսում չի աշխատում։ Սիրելիներս, ինչքան էլ որ հոգնած եմ, դեմքիս երևում է հոգնածությունս, տրամադրությունս իդեալական է, որովհետև այսօր պետքա որ ասма երեխուս գրկեմ, թուշից պաչեմ, ոգևորվեմ, ուրախանամ, չեք պատկերացնի, թե այսինքն ովքեր ծնող են արդեն շատ լավ են պատկերացնում եւ կպատկերացնեն, ովքեր դեռ չեն դարձել Աստված դառնան, որ հասկանան եւ պատկերացնեն ու իմ էմոցիաները այս պահին, թե ինչ երջանկություն եմ ապրում, վայելում եմ այս կադրերը, այս պոեզը, այս երկաթուղին, երկաթգիծը եւ այս ինչա շոքեքաշը, որ ինձ տանում է դեպի իմ գեղեցիկ բալայիս մոտ, որովհետեւ ես իրեն շատ եմ սիրում, կարոտում եմ ահավոր, առողջություն եմ մաղթում իմ եւ բոլոր երեխաներին, իմ բալայի գլխավորությամբ բոլորդ էլ առողջ լինեք, սիրելի փոքրիկներ, մեծեր եւ ծերեր, բոլորս։ Գնացինք, իհարկե որ ինչպես միշտ շարունակում եմ մետրոյով եւ դուրս եմ գալիս մետրոյից, փորձեցի մեր տան մոտից ծաղիկներ գնել, համարեցի որ չէ մետրոյում շաղախվելով չգնամ ու այստեղ ծաղիկների խանութ տեսա։ Собираете? Вас не буду прям лицо снимать, а так? Потом. Красивый магазинчик у вас все равно. Спасибо.
Спасибо. Что, может, целлофанчик завернуть вместе? Как вам душа как бы просит, хочется, не знаю. Все красиво очень. И улицу видно. Вы мне не мешаете. Немножко там красоту вашу сниму. Если не может и хочет, то он может обучить любого человека, который какие-то небольшие знания. Ага. Ну, можно, да? Я сюда зашла Да, уже. конечно. Ուրեմն ինչու եմ որոշել այս խանութը ռեկլամանեմ, չնայած շատ ուզեցի նկարահանումների համար ռեկլամանեմ, որ թույլ տան նկարահանեմ, շատ բարի երիտասարդ էր, ասում է արդեն 10 տարի է, ինչ աշխատում եմ այս ֆիրման, տեսնում եք վերևը գրած է, այս կամպանիայում իհարկե իմ համար գեղեցիկ բուկետիկ այսպեսի հավաքեց, սպասեք ներկայացնեմ հիմա։ Գովելին այն է, որ տղա երեխաները հիմա չգիտես ինչու շատ հպարտ են եւ ասում են, որ աշխատանք չկա, գործ չկա եւ ամբողջ օրը շատ վատ բաներով են զբաղված, իսկ այստեղ երիտասարդ է, որ արդեն 10 տարի աշխատում է, սա իր հիմնական աշխատանքը չէ, բայց մարդը այնքան կուլտուրա ունի, այնքան սովորել է եւ իհարկե տղամարդու համար ոչ ամոթալի է իրեն համար այդ աշխատանքը ու մեծ սիրով սպասարկում էր բոլոր հաճախորդներին ու շատ մեծ մակարդակով, այսպես ասած, բարձր մակարդակով, շատ վասպիտաննի ասել ռուսներին չլինի, շատ դաստիարակված երիտասարդ էր։ Ինչևէ, իմ համար փոքրիկ բուկետ ես ընտրեցի կարմիր վարդեր եւ իհարկե վարկյանների տարբերությամբ ավտոբուսից ուշացա, այստեղ էլեկտրичкայի նման չէր, հա։ Сижу с розочками, купила для дочери. У меня тут сладкий подарок. Քաղցր նվեր։ Ասմիկս գնացել է, ուր էր գնացել, Ուֆայա գնացել։ Չակ-չակա բերել այնտեղից։ Ուֆայի կոնֆետները, այսպես իրենց կոնֆետիկները տենանք ես ինչեր են սիրուն կոնֆետները, տեղի զավոդի կոնֆետներն է, նյաշիչկա, բայց մեր մոտ էլ են սրանցից վայթ եմ ծախում, Ֆինիքսի, հետաքրքիր սիրուն է, ֆիալետովի պաչկի կարևոր, ուստե ֆիալետովի բանտիկ, ֆիալետովի ֆինիկի, էլ ինչեր կան սիրուն, ուլյոտնայա պալաչկա, այս ընդեղի տեղի զավոդի կոնֆետներն է, մի խոսքով, համեղություններ սուրճ եմ դրել, սուրճ խմենք եսն, սուրճ խմենք, ինչ ունենք ստեղ բաղբաղակ, տորտի տեսքով, այս սպասում ենք սուրճը եփի։ Երկու հատ էլ սուրճի բաժակ, ճիշտ 10 են բաժակները, եղունգներ ստեղ չեմ գնացել սարքել տամակը չեք տենում, սենց երկար էլ մնացել է, ոչ մի օր կսարքեմ, ժամանակ չեմ անում, սև են բաժակները, ես էլ եթե կհիշեք հին պլաստինկեքից է տակդիրներ է, բայց տակից պաշտպանելու համար, նայեք ոնց որ պլաստինկա լինի, հին ոճի, սիրուն է, բաժակները, հեսա սուրճը պատրաստ լինի, ցույց կտամ կտեսնեք ինչու են բոլորը ամբողջությամբ սև գույնը չեմ սիրում, այդպես տակ պետք է լցնենք որ երևա։ Իդեալնա սալֆետնիցա, հա, ոնց որ բան լինի, շկաֆչիկ լինի, նո, հին ստեղից հեռախոսը դնում ես, տելևիզորի տեղ նայում ես, իբր թե, какие же вы умные дети. Розочки такие, красотулечки, и такая вазочка красивая. Сегодня будем пить кофе Росмо. Тебе столько хватит? Да. Или побольше? Нет, хватит столько.
Еще режешь. Что? Что делаю? Сам все или дорезаешь? Я уже снимаю. Всё. Тик-тик. Երկրորդ բանն է։ Пісок. Кофе можно пить. Мороженое хочу свою. Так, подождите. Сейчас. Можешь мне отдать? Рука помощи. Спасибо большое. Սիրելիներս, բարի ուրախ տրամադրություն, արդեն պատկերացնում եք որտեղ եմ, աղջկաս մոտ եմ, մի խոսքով ասեմ, որ համեր տանը չեմ, բայց հյուր ենք կարելի ասել, հյուր ենք գնացել, բոլորս միասին ենք, ես, աղջիկս, ամուսինս, տղաս։ Իսկ հիմա դուրս ենք եկել մի քիչ ման գանք, տեսեք ինչ կադրեր եմ որսացել, այստեղ տարածքում ուրեմն շների վարժեցման, հատուկ վարժեցման տեղ է, այդպես, ճիշտ ասած վախենում էի, չգիտեի կարելի է, չի կարելի կարահանում կատարել թե ոչ, հատուկ ֆորմա էր հագցրած շոնիկին, մարդն էլ ինքը հատուկ ֆորմայով էր, երևի ինչ որ նպատակով վարժեցնում էին այս շներին, վախեցա հանկարծ ջղայնանան վրես, բայց իհարկե որ ոչ մեկ ոչ մի բան չասեցին, ես էլ ծիրուն նկարահանեցի ու այսպես երեկոյան զբոսանք ենք կազմակերպել, դուրս ենք եկել ման գալու, ձեզ հետ կիսվեմ մեր էմոցիաներով։ Смотри в кадре, как красиво все, а так темно, не видно, будто тут светло. У тебя камеру протереть надо. У тебя, видишь, здесь пятна, вот здесь вот тут. Здесь вот. Протри камеру. Сейчас. Смотри, как будет обязательно. Только на лестнице осторожно быть, она очень резко. И все деревянное. Спускаемся все-таки. Там дальше освещения нет. Там еще мостик есть. Пошли гулять. Вышли. Ночная Москва. Вот тут прудик такой красненький. Ջրի վրա ենք ժողովուրդ կանգնած. Иду. Утки еще есть такое время? Ой, ты мои холосенькие. Конечно, ишканал кто чуровые бедные уточки. Лед был, они не убрали. Ինչքան ջուրը կեղտոտ, բայց ոտ իսկ տակին խաղան մեզ փետերը հազիզ վախում եմ։ Пойдем мы с той стороны выйдем и пойдем с той стороны. Хорошо. Пошли тут. Эс ինչ է, статипюн, эс ինչ։ Отражается очень красиво. Да вы что, в Москве звезды разве они есть? Да, даже у меня в телефоне их видно. Вообще Москва не звездное небо. Այն բանն է, այն ինչ է, большой շերեփն է, շերեփը այն ինչ էր հայերեն, ռուսերեն։ Большая медведица. Большая медведица. Вот здесь красивый кадр, смотри. Люблю вечерние вот эти вот. Вот здесь все освещение видно. Красиво же. И утки, и... Вдалеке. Чуть-чуть двигаться. Они что, ночью здесь? Вот они, видно их. Жалко, что такая вода грязная. Она была чистая осень. Так что я еще не почистила. А тут, видимо, пруд просто искусственный, знаешь, она не это. Нет, он вытекает в какой-то... Кстати, տիկների կարմուշկա։ Ոյ ժողովուրդ, գիտեք, որ ջրից վախենում եմ, ինչքան էլ ինչ ուզում։ Ջրից, արի, բալա, այս ջրերից զզվում եմ, հերիք չի հետն է վախեմ, մութ ամի տեսակ։ Դե ինչ որ մի հատ եկեղեցի է փոքրիկ, վայ, ջրի վրից նանց կցանք։ Սիրտս կանում էր։ Какая? Ну, пошли обратно домой. Не, мы сверху. Прудик красивенький, и вот оттуда пришли мы сюда. Гуляем. Как же хорошо, где есть такие места, где можно гулять спокойно. Да, իսկ ինչպես ասում են ռուսները, в гостях хорошо, а в дома лучше. Все равно, ոնց որ հայերը կասեն, շաշը գնաց հարսանիք, ասեց դե լավ ական թե մեր տանը։
Երկու հակասող խոսքեր պարկել ենք թե քնենք ու ներս չի տանում տեղս փոխած вообще մի հատ ահավորություն է իմ տեղը կինո ենք նայում շատ ծանոթ կինո է լավ կինո է կարող եք նայել մի խոսքով ֆուտբոլի սիրահարները ֆուտբոլիստի մասին կարող են նայել հետաքրքիր ֆիլմ է մի կերպ այն որ ասում եմ լուսացրել ենք շատ անսովոր է երբ որ քո տեղում չես քնած քո մահճակալում չես այդպես գիշերվա ժամը 2-ն թե 3-ն է, չգիտեմ։ Մի խոսքով մի կերպ լուսացրել ենք ու ճանապարհվում ենք առավոտ շուտ, տենց ժամ 8-ի կողմերը ճանապարհվել ենք դեպի տուն։ Ճանապարհ ընկալվել ենք, հետ ենք գնում տուն։ Հələ մի հատ նայեք ստեի ծաղիկներին։ Մոսկվայի հələ ասում են թե գարուն չկա Մոսկվա։ Ծաղիկ էստեղ եմ ծերովս։ Որ քաղեմ տեսած չէի, չեմ քաղի իհարկե, բայց նայեք ինչ սիրուն է։ Առաջին անգամ բնական տենում է։ Միշտ նկարներով եմ տեսած։ Թեկուզ եւ գյուղ եմ մեծացել, ես ոչ մի անգամ ծաղիկ չեմ քաղել, բայց սրանցից շատ եմ տեսել։ Հələ ինչքան է հավեսին։ Դե ճանապարհվել ենք սիրելիներս, գնանք հասնենք մեր տանը, որ ասում եմ, մեր փիսոյին, մեն մենակա հիմա մնացել, մի խոսքով, որ քո տնից դուրս ես գալիս տունդ կարոտում ես մի տեսակ, տեսնենք երբ տուն կհասնենք, մի քիչ խցանումները շատ են, թե մեքենաները շատ են, չգիտեմ, ոնց որ շինարարական աշխատանքներ են կատարվում, նավիգատորը ոնց որ թե ցույց է տալիս, որ շատ է ժամանակը մինչև տուն կհասնենք, բայց ճանապարհվել ենք, գնացինք մեզ, բարի ճանապարհ սիրելիներս ձեզ, բարի դիտում, շնորհակալ եմ մի անգամ եւս, կսպասեմ ինչպես միշտ ձեր մեկնաբանություններին, գեղեցիկ ու քաղցր խոսքերին, ձեր բոլորիդ լավ տրամադրությանը, ապրեք, շնորհակալ եմ, անչափ գոհ եմ եւ ուրախ, որ դուք կաք